Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը իր աշխատասենյակում է, ընդունում է անցնող տարում արդյունքներ գրանցած շիրակցի մարզիկներին, այսինքն շարունակում է իր լիազորությունները մարզպետի պաշտոնում։ Օրեր առաջ շրջանառվեց լուրը, թե Շիրակի մարզպետը հեռանում է։ Պաշտոնավարման 1 տարին անփոփոխ նախատեսված ասուլիսը համապատրաստից Դավիթ Արուշանյանի համար վերածվեց ճեպազրույցի։ Հարցադրումներն էլ ոչ թե կատարած աշխատանքի, այլ հեռանալ-չհեռանալու մասին էին։ Շիրակի մարզպետը հենց սկզբից էլ անկեղծ եղավ։ Շրջանառվող լուրերը անհիմն չեն։ Պաշտոնից իր հեռանալու հարցը քննարկվել է։ Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել, այդ քննարկումներն շատ հետաքրքիր գուցե եւ մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու այդ հրաբարակումները շատ արագ տարածեցին, այդ լուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց անկեղծ ասում եմ, քննարկում եղել է, որոշում դեռ չկա։ Հեռանալու մասին լուրերի հետ միաժամանակ պատճառներ էին նշում։ Մարզպետի խորհրդականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը ու 7 վերք եկեղեցում կազմակերպված պատարագը, որին Շիրակի թեմի քահանաները հրաժարվեցին մասնակցել։ Դավիթ Արուշանյանը նշված 2 պատճառները հերքում է։ Խորհրդականի հետ կապված քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, հրապարակումները իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում եմ, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետեւ պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Հետո Դավիթ Արուշանյանի պաշտոնանկության պատճառների ցանկը համալրվեց։ Էլի ըստ շրջանառվող լուրերի նրա պաշտոնից հեռանալու պատճառն այն է, որ խորհրդականին աշխատանքից ազատելու հանձնարարականը չի կատարել եւ որ հարգալից է արտահայտվել Գյումրիի քաղաքապետի հասցեին։ Դավիթ Արուշանյանը նշում է, սրանցում ճշմարտության հատիկ կա, բայց գույները խտացված են։ Որևէ դժգոհություն չեն քննարկել ու այն մնացած ձեր ասած գուցե եւ իրականության հետ կապ ունեցող բաներ են, բայց ոչ մանրամասը դետալներով, իսկ ասեկոսները քաղաքում շատ տարբեր են։ Քաղաքային իշխանության հետ անկախ ունեցած տարաձայնություններից եւ ավականու կազմում քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւ մյուս ուժերի հարաբերություններից Շիրակի մարզպետարանը պարտավոր է համագործակցել։ Գյումրին մարզկենտրոնն է ու քաղաքի խնդիրները ըստ Դավիթ Արուշանյանի մարզային իշխանությանը անկախ կուսակցական պատկանելությունից չեն կարող չհուզել։ Քաղաքական առումով որևէ ընդանուր կից չունենք, կոմունիստական կուսակցության ու այն մյուս 3 ուժերի հետ, որոնք կառավարում են քաղաքը, որևէ ընդանուր բան չկա, մեր տեսլականը լրիվ այլ է, երկրի ապագայի հետ կապված մեր տեսլականը քաղաքի զարգացման հետ լրիվ այլ է, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իսկ այն հատվող կետը, որը Գյումրին է, միանշանակ միշտ ասել եմ, ոնց որ մեր մյուս 5 համայնքները, այդպես էլ Գյումրին իմ համար, մանավանդ որ ինքը իմ քաղաքն է ու մարզկենտրոնն է, ինքը շատ ավելի ուշադրության կենտրոնում է, այդ հատվող գծերում բնականաբար մարզպետարան ու համայնքապետարան իրար հետ համագործակցում են, այդտեղ որպես այդպիսի նորություն չկա, մենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ինչ որոշում էլ կայացնի, ինքը հաշտ է լինելու դրա հետ, նշում է Դավիթ Արուշանյանը, իսկ քանի դեռ մարզպետի աշխատասենյակում է, անհարգալից է համարում Շիրակի նոր մարզպետի անուններ շրջանառողների վերաբերմունքը։ Յուրաքանչյուր որոշում ինչ էլ կայացնի մեր վարչությունն ու վարչապետը, ես բնականաբար հաշտ եմ այդ որոշման հետ, որովհետև տանից չեմ բերել, տունել չեմ տանելու։ Գուցե կան մարդիկ, գուցե չկան մարդիկ, որոնց խանդավառությունը բերում է զայրույթ, բայց այդ լրիվ այլ պատմություն է, այդ ուրախությունը իրանց այլ պատմության մասին է խոսում, ես չեմ ճղայնանում, ես արձանագրում եմ որոշ փաստեր ու շարունակում եմ իմ ճանապարհն ու աշխատանքը։ Կուսակցությունից դուրս գալու մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել, որ ես մեր ղեկավարությունից, մեր ընկերներից, որովհետև բոլորը մեր ընկերներն են, որևէ ձևով խնդիր չունեմ, իրանց որոշումները, վարչության որոշումները միանշանակ ընդունում եմ։ Կուսակցությունից չի հեռանում, ավելին նշում է, որ իր թեկնածությունը հաստատվել է եւ ընդգրկված է լինելու 2026-ի խորհրդարանական ընտրությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում։ Ընտրություններից հետո, ըստ Արուշանյանի, կորոշվի, թե որտեղ է ավելի նպատակահարմար նրա պաշտոնավարումը։
Իսկ առայժմ սպասում է քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմանը։ Դավիթ Արուշանյանը Շիրակի 16-րդ մարզպետն է եւ 6-րդը 2018-ից հետո։ Լուսինե Հայրապետյան, Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։